Կեսօր սաղ պատվի տան սեյֆի կոդնել եմ ասել։ Ինչ հետաքրքիր սերունդների տարբերություն ունեն։ Քիչ էր գովազներ, այս ինտեգրացիան քիչ էր, էնի լավ չէր։ Իսկ կինդեր գիտի քո մասին։ Իմ կոկոսը խմում էի, Ձերոնք են միշտ ակնկալել դա քեզնից։ ցենց գիշերը լացում էի հոգնածությունից, ասում էի էլի վիճակի չեմ։ Ինչ էր եղել վերջերս քո եւ Արուսիկի միջև։ Լիքը մարդկա ասում է, ի՞նչ է փոխվելու, որ ես խոսամ ցեղասպանության մասին։ Ու իրանք բաժանվեցին։ Ինքը զորբայ է, անենք կռիվ չանի։ Իսկ այն կարիճի խայթոցները բան երբ են սկսվում։ Օրինակ ինձ Ագնեսն է շատ դուր գալիս, ոնց որ sense բարի լաբրադոր վայբ ունենա։ Դա-դա-դա-դա։ Էսի մեջնա, ուզում եմ կեղտոտ թավայով, իմ ուզած ձևով ոնց ուզեմ խոսամ, հենց այդ տենց էլ գցելու եմ։ Իսկ հարսի բար։ Նենց վատ եղա քնած էր միջև մեկը։ Ահա որ բացասական կողմը ոնց ես դիման։ Բայց ցան շատ մոտիկա sense չեմ կարող ոչ մամոջ խմեմ ոչ։ Ես ուսիս ունեմ մի հատ անգել ու մի հատ։ Այդ ասրվես ձենը չկա։ Չէ, հեն տենց բաներ եթե ասես դուրս արի։ Հա։ Ես ինքս sense այն գերազանցիկ երեխեք կան է, որ sense պատրաստի տետրերով sense գազնում, ես տենց եմ եղել էլի, ինչեւ եմ քիչ մնացել է։ Գնացինք։ Այո։ Եվ ջան, բարի գալուստ։ Ողջույն։ Ոնց ես։ Շատ լավ, շատ դրական տրամադրությամբ։ Իսկ դու առհասարակ դրական տրամադրությամբ ես ապրում։ Ինձ թվում է, հա։ Իսկ այն կարիճի խայթոցները բան երբ են սկսվում։ Իրականում այդ փոքրիկ անկարգություններն էլ է համով, բայց աշխատում եմ իրանց պահեմ, բայց մեկ-մեկ չեմ կարողանում։ Ասես մեկը փախնում է, մի հատ անկարգ բան ասում, ասում մի հատ հետ հավաքենք եւ ջան։ Ու դա երևում է, չէ, ոչ թե նես դա կոմեջ է։ Չէ, ինձ թվում է, ես այն մարդկանց եմ, որ ասում են դեմքին գրած է, ես որ մի բանից նեղվում եմ, մի անգամից մի վարկամ դեմքիս վրա երևում է։ Երեք մենք մի գեղեցիկ միջոցառման էինք, ու սենց քեզ հերվից նայում էի ու մտածում էի դու փոխվել ես։ Նենց հետաքրքիր է, շատ ավելի նուրբ էիր, սենց տեսքդ ավելի այնպիսիներ, որը տարիներ առաջ կարող է չլիներ։ Ճիշտ եմ հասկանում, որ դու այս վերջին տարիներին նաև տեսքով ես շատ փոխվել։ Ինձ թվում է ներքին հանգստությունը շատ անդրադառնում է մեր արտաքինի վրա ու հիմա հատկապես այս տարի, այս 26 թվականին շատ նկատում եմ, որ ստացվել է իմ մոտ գալ մի քիչ sense այդ ներքին հանգստության, ոչ թե որ բառերի վրա, այլ իրական կյանքում։ Ինչն է բերում ներքին հանգստությունը։ Կարող է շատ պրիմիտիվ բան ասեմ, բայց ինքդ քեզ սիրելը ու հարգելը։ Ես հիմա եկել եմ մի հատ կետի, որ հենց իմ ֆիզիկական մարմինն էլ շատ գնահատում եմ, շատ հարգում եմ ու հասկացել եմ, այս իրական Թայլանդում հասկացա, որ բավական երկար մնացի։ Իրականում կյանքում ինձ թվում է, մինչև չես գալիս մի հատ այնց կատաստրոֆիկ կետի, որ էլ sense քայլ հետի տեղ չկա, չես հասկանում, որ փոփոխության ժամանակն է, ու ես այն գերպրոդուկտիվ մարդկանց եմ, որ ամեն ինչ պետք է անեմ, եթե 20 պրոյեկտ ունեմ, քիչ է, պետք է լինի 21-ը, 25-ը, ու ովքեր իմ հետ աշխատում են, իրանք էլ գիտեն։ Ես ասում եմ, քիչ էր գովազներ, այս ինտեգրացիան քիչ էր, էնի լավ չէր, ավելի շատ պետք է անենք։ Ես չեմ ենք CRM համակարգ ունենք, ամեն ինչը հաշվում ենք, անալիզ ենք անում, սենց շատ աննորմալ ձևի, սենց տագնապային ամեն ինչը հասցնելու մասին եմ եղել միշտ։ Ու այս հունվարին, որ գնացի Թայլանդ, մի ամիս մնացի, իրական երբ իմ կյանքի միակ նորմալ հանգիստն էր, որտեղ որ գնում ես Եվրոպա այդ 3-4 օրով։ Այնքան այս վազում ավելի հոգնած հետ ես գալիս։ Իսկ Թայլանդում իմ կոկոսը խմում էի, այդ ծովի ափին պարկած էի, ու սենց այդ գեղեցկությունն էի նայում բնության, ու այդ մի ամիսը ինձ իրոք պետք էր, որ մի հատ ես հասկանամ ես ինչ վատ վիճակի մեջ էի, ու հասկանա ես ինչ եմ վազում, ուր եմ գնում էլի, ասենք լավ 30 հատ գովազ նկարեցի, լավ հետո 35 հատ ես ուզում, հետո 45 հատ ես, ուր ես գնում էլի, ոնց որ որն է վերջը, ու ես հասկացա, որ ուզում եմ մի հատ սենց տակառ լրացնեմ, որի տակը ծակ է։ Ու այդ գիտակցումը երբ որ եկավ, ասեմ նախ շատ դժվար էր այդ մի ամիսը, շատ դժվար է դանդաղել, շատ դժվար է մի ժամ նստել ոչ մի մասին չմտածել, ու ես հենց գնացել էի retreat, այդ յոգայով, մեդիտացիաներով, շնչելով, ասենք որ կինոշնի վիճակներով։ Ու երբ որ հետ եկա, երեխեքին հավաքեցի, ասում եմ երեխեք, ես նորություն ունեմ, անկախ նրանից մենք կնկարենք 30 հատ գովազ թե 40, մեկը մեռնելու ենք, չի փրկելու։ Դրա համար ես ընտրում եմ բալանսը։ Այն որ դու կարաս անես այդ ավելի շատ, այդ դեռ չի նշանակում, որ պետք է անես։ Ու եթե այդ խլում է իմ կյանքի երջանկությունը, եթե ես առավոտ արթնանում եմ արդեն լարված, որտեվ ես այնքան բան ունեմ անելու, ես ուղղակի արթնանում եմ լարված եմ, էլ ոնց որ իմաստը որն էր, ես այս մի կյանքն եմ ապրում, ինչքան շատ էլ անեմ, մեկը չի երկարում կյանքս, էլի։ Դրա համար այդ գիտակցումը սենց եկավ, բայց շատ վատ կետից է եկել, միգուցե չեն էլ տեսել իմ հետևորդները, որ այն inside out-ի միջի anxiety-ն, որ գալիս է, կոնտրոլի վրա սենց արդեն պտտվում ամեն ինչ, այ տենց է ես ապրում։
Այն տիպի, որ էլ չէի դիմանում ուղակի։ Ասենց գիշերը լացում էի հոգնածությունից, ասում էի էլի վիճակի չեմ, բայց մեկը հարցնի ես իմ համար եմ աշխատում, ոնց որ ով էր ընկել իմ հետևից։ Եվ այդ խտությունը, որ բերել է իր քո վրա, նպատակը ո՞րն էր քո պատկերացմամբ ավել գումար աշխատել, մրցակցային դաշտում լինել առաջիններից, ի՞նչն էր։ Ինձ թվում է այդ շատ մանկությունից է գալիս, երբ որ դու քո արժեքը կապում ես քո պրոդուկտիվության հետ, այդտեղ արդեն ոչ մրցակցայնության կետն է, ի դեպ կարող ենք դա սիրով քննարկել, ես բավական բաց եմ, էլի հանգիստ կարող եմ խոսալ թե իմ առավելությունների, թե թերությունների մասին, բայց այդտեղ ոնց որ ես ինքս ինձ հետ էի մրցում, որովհետև ես իմ արժեքը տեսնում էի պրոդուկտիվության մեջ, ինչ համալսարաններ ավարտեցի, ինչ պրոյեկտներ արեցի, եթե այդ ամեն ինչը չկա, ես չգիտեմ Էվելինան ով էր, այդ օքեյ գովասանագրեր վերցրեցիք, պատվոգրեր, մեդալներ վերցրեցիք, ով է այն մարդը, որ մնում է դրա տակ։ Այդ ավելի շատ երևի այդ հարցից խուսափելու բանն է, որովհետև երբ որ դու փոքրուց ֆիքսում ես այդ, որ քո արժեքը գերազանցիկ լինելն, ամեն ինչ ճիշտ անելն է։ Ձերոնք են միշտ ակնկալել դա քեզնից։ Ուզում եմ արդար պատասխանեմ այս հարցին։ Ինչ որ առումով եղել է, դե մեր մամաները ինձ թվում է բոլորն էլ սենց խիստ էին, էլի, որ պետքա լավ սովորես, ամեն ինչ պետքա ճիշտ անես։ Բայց նաև ինչ որ բան էլ կար, որ ներքուստ իմ կողմից էլ ես ավելացնում էին վերջի 10%-ը, բայց այդ երևի նաև նրանից էր, որ ես ու քույրիկս իրար հետ հասակակիցներ ենք, այսօր սաղ պատվի կա, տան սեյֆի կոդնել եմ ասել։ Ես կարամ էլ հարց չտամ։ Մենք հասակակիցներ ենք, գրեթե 1 տարվա տարբերությունն է, էլի, ու տենց իրար հետ մեծացել ենք։ Ու ինքը առաջի երեխան էր, ավելի իրան սենց երես էին տվել, շատ երկար սպասել էին, ու իրանից հետո ես էի, ինքը դե բնականաբար ստանդարտ սցենարով բավական ակտիվ մրցակցում էր, չէր հասկանում նոր երեխեն ով է եկել ստեղ մեր ընտանիքում հայտնվել, ու ես էլ ուզում էի հասկանալ ոնց որ մերոնք ինչի են ավելի շատ իրա համար անում, քան իմ։ Մերոնց մոտ էլ ոնց որ հիմնական սենսեր են, որ ինքը զորբայ է, անենք կռիվ չանի։ Ես էլ դրա ֆոնին մտածում էի, որ ես պետքա հակառակեմ, պետքա շատ խելոք լինեմ, ես պետքա լավ սովորեմ, ես պետքա ոնց որ լիքը հաջողությունների հասնեմ, ու տենց ոնց որ իմ մեջ ֆիքսվել է, ու ես տենց ինձ կապել եմ իմ հաջողությունների հետ։ Եվ գիտես ինչ եմ մտածում, որ 1 ամիս ոչ միայն Թայլանդն է քեզ օգնել հանգստանալ, չգիտեմ, հիմա կասես այդպես է թե չէ։ Նաև Յանի գոյությունը քո կյանքում, որովհետև երբ որ դու ունես անձնական, ոնց որ backup plan-ը դու քո ունես, այսինքն դու քո ինչ որ կետը ունես։ Երբ որ մարդ ավելի ազատ է իր գործողությունների մեջ, ավելի է այդ գործի մեջ, չգիտեմ, մրցակցության մեջ մտնում, այդտեղ Յանի դերը չկա։ Ֆինանսական մասով եթե խոսենք, որ ես իմանամ, որ սենց գամտուն ասեմ չեմ աշխատելու, էլ սենց ուղիղ ասեմ, էլի, որ դու ինձ պետքա պահես, այդ մասով օրինակ ես չգիտեմ ինքը ոնց կարձագանքի։ Ես ոչ միայն ֆինանսական էի ասում, գիտես, որ ինչ որ միտեղ դու արդեն գնում ես, արդեն դու ինչ որ միտեղ ունես քո ուղղությունը։ Ինձ թվում է չէ, հեսա կասեմ ինքը որ մասով է ինձ օգնել, բայց օրինակ հենց այդ հենարան գտնելու մասով ես շատ իմ վրա եմ էլի հենված, իմ համար շատ ռիսկային է մեկ այլ մարդու վրա հենվել, որովհետև կյանքը այնքան բազմազան է ու մարդիկ միշտ մտածում են, իմ հետ երբեք ոչ մի վատ բան չի լինի, ես չեմ ասում այդ վատի հաշվարկով ապրես, բայց իմ 100% հենարանը երբեք ոչ մեկի վրա չեմ դնի, էլի, դա ինձ չի խանգարում վստահել, սիրուն հարաբերություններ կառուցել, բայց այն կորիզը իմ վրա է, էլի։ Դե գիտես ժամանակի ընթացքում մի քիչ փոխվելու է։ Հուսանք, իհարկե տարիների ընթացքում կառուցվում է այդ վստահություն ավելի, բայց ինքը ինձ ինչով է օգնել, երբ որ դու առողջ հարաբերությունների մեջ ես, իսկ եթե հասկանում եմ նրանը, որ ոնց որ իրար վրա չեք հարցակվում ամեն օր, փորձեք ապացուցեք ով է ճիշտ, ով սխալ, ով ում համար ինչ պետք է անի, օրինակ ես այդ հարցերի մեջ ունեցել եմ, էլի, օրինակ ով պետքա այս բանը անի, ես պետքա սենց անեմ, թե չէ, ու երբ որ այդ ապահով միջավայրը կա, որ դուք իրար դեմ չեք պայքարում, այդ քեզ շանս է տալիս, որ դու կարողանաս քո սխալը տեսնես, քո վախերը տեսնես, քո թուլությունը տեսնես, չպաշտպանվես։ Երբ որ դիմաց մարդը հարցակում է, քո համար այնքան խնդիր է ստեղծում, դու նստած մտածում ես, տեսնես դավաճան մորուշի հետ խոսում է, տեսնես ինչ անում, տեսնես էս ինչ արեց, դու այդ լարվածությունից ի վիճակի չես մի հատ մտածես դու ինչ ես ուզում կամ կարող ես մի հարցով ես էի սխալ։ Երբ որ այդ ապահով միջավայրը կա, այդ ինչ շատ է օգնել։ Օրինակ ես կարողացել եմ առաջին անգամ վերլուծեմ ինչ որ բան, գնամ իրան ասեմ, գիտես, ինձ թվում է այս հարցով սխալվել եմ։ Որտեվ երբ որ քո վրա չեն հարցակվում, դու հանգիստ ես զգում էլի այդ տեսնել, այդ մասով հաստատ օգնել է։ Արի խմենք լավ եւ առողջ փոխհարաբերությունների համար։ Հետաքրքիր է, որ մտածում ենք ինչ պետք է խմենք եւ պարզվեց, որ Էվիկի սիրած խմիչքներից է Թարիրի սպիտակը։ Իմ ամենասիրելի գինին է։ Ինչով է սա։
Ոնց որ ասացիր, որ Յանի ծնողները որ եկել էին, ասեք Այո, հյուրասիրել։ ու իրանք փրփրուն տարբերակներ ունեն, էլի շատ լավն է։ Հա, շատ լավն է, մենք Պատվով հաճախ- տակից դուրս ենք եկել։ Ու ցենց մրգային, հա, ցենց Հա, ծաղկային շատ բույրով։ լավն է։ Եվ այո, առողջ փոխհարաբերությունների համար ես առաջարկում եմ հաճախ մլ եթե ունես մարդ, որը քեզ օգնում է եւ ոչ թե խանգարում։ Հաճախ մենք չենք էլ հասկանում, մեր շրջապատում շատ լինում է, որ իրար ներքև են քաշում, հա։ Նույնիսկ կարող է ենթագիտակցորեն դա անեն։ Օրինակ շատ քիչ են քննարկում այս թեմայի մասին, բայց հաճախ լինում է որ տղամարդիկ ընկճվում են, երբ որ կողքի կինը շատ ակտիվ է, շատ աշխուժ ամենտեղ երևում է, աշխատում է, շատ լինում է որ ընկճվում են ու մեկ էլ սենց ամեն օր մի կաթիլ փորձում են քո ինքնագնահատականի վրա ազդել, դա էլ է շատ կարևոր, որ կայացած ու բարի մարդ լինի, ով ուրախանա, որ դու փայլում ես, քո տեսքը լավ է, ամեն ինչ լավ է, այդ շատ դրական լիցքեր է տալիս։ Եվ իհարկե չեմ ուզում մենք շատ մտնենք այդ դաշտ, որովհետև անձայրացիր օվկիանոս է, բայց ես նկատում եմ, որ հաճախ խոսում ես կին-տղամարդ փոխհարաբերության մասին ու հիմնականում հայկական իրականությունում, ու ես տեսնում եմ, որ անթիվ անհամար կանանց մեկնաբանություններ են, որոնք քո հետ համակարծիք են եւ մտածում են, որ այո, հաճախ կանայք գնահատված չեն, հաճախ կնոջը խանգարում են եւ այլն։ Ինչ կարելի ասել ընդհանուր առմամբ, որ հայ կինը ինձ թվում է շատ դիմացկուն է, չէ՞։ Հա, շատ, նույնիսկ չափից դուրս շատ այդ տոքսիկ խորհուրդներն էլ որ հանդուրժի, տար, ոչինչ, ու այնքան իմ համար անարդար է, այն ինչ որ անում են հայ կանայք, դրա համար եվրոպացիների ուշքը գնում է մեր կանանց համար։ Իրեն որտեղից են գտնելու մեկին, որ իրան խնամի, երեխեքին տենց հետևի, աշխատի։ Ես չգիտեմ հայ կանայք ինչ ֆենոմեն են, ու իմ հիացմունքը, որ ես նայում եմ իմ հասակակից աղջիկներին, սենց սիրտս լցվում է, հասկանում եմ որ տղաներն էլ է դժվար։ Նաև ուզում եմ օբյեկտիվ լինեմ, նենց չի որ այդ հասարակարգից տուժում են մենակ աղջիկները, տղաներն էլ է դժվար, իրանց այդ հասարակարգի մեջ կայանալու այդ հարցերը, դպրոցում ամեն փոքր հարցից կոնֆլիկտները, հələ հիմա մի քիչ բարելավում է, որ մենք ենք դպրոցական ինչքան է շենքի հետև կռիվ, ամեն փոքր, ու իրանց համար այնքան կարևոր է այդ դառնում մի հատ շրջապատում կայանալ, այդ հարցերը լուծել, ու կողքից այդ կոմենտները տղան չի կարա լացի, չի կարա վախենա, իրանց էլ է շատ դժվար։ Ես ոնց որ դա չեմ արժեզրկում ու շատ ուրախ կնեմ, որ ժամանակակից հիմիկվա օրինակ բլոգերները տղաներ նաև դրա մասին էլ խոսան, որ այդ կարծրատիպերը իրանց խանգարում իրանք ավելի լավ կներկայացնեն դա, որտեվ ես այդքան նրբություններ չգիտեմ։ Եվ դու Երևանում ես, չէ՞, դպրոց գնացել իհարկե։ Չգիտեմ ձեր մոտ այդպես էր թե չէ, բայց մեր մոտ այն տղաները, որոնք դպրոցում սենց ամենա ակտիվ դերերում էին, բնականաբար կյանքի բերումով ավելի ոչ այնքան դրական տեղերում են հայտնվել, որովհետև այդ կյանքի դպրոցը մեր հայկական իրոք դաժան է ու պայծառ երեխեք, ովքեր իրոք այդ ժամանակ էլ են պայծառ եղել, բայց իրավիճակն են ցա եղել, որ կարող է այդքան ուժ չեն ունեցել կամ այդքան տենց ագրեսիա չեն ունեցել, թվացել է որ ավելի խեղճ են, թվացել է որ ավելի պակաս նկատվող են, բայց կյանքում մեծ բաների են հասել։ Այդ իրոք դաժան ու վտանգավոր կյանքի դպրոցը։ Ես լրիվ պատկերացնում եմ ու իրանց համար առաջնահերթությունները այնքան փոխվում է այդ պահին, որ իրանք չեն էլ կենտրոնում շատ օրինակ սովորելու վրա, իրանց էմոցիաները հասկանալու վրա, այնքան մեծ է այդ ճնշումը, ես լրիվ պատկերացնում որ դա էլ է բավական դժվար, բայց հետո աղջիկների մեղքն էլ չի, որ մենք գալիս ենք ինչ որ արդեն այդ 25+ տարիքի, երբ որ քեզ օրինակ էլ արդեն հետաքրքիր ինչ որ մեկը կոպիտոսնես կռուտոյա, թե չէ, ավելի նայում ես ինտելեկտը, ռեալ արժեքների ու այդ մարդը բաց է թողել այդ կտորը, բայց ամեն ինչ հնարավոր է շտկել, եթե կա ցանկություն։ Եվ ինձ թվում է դու միշտ գիտես ինչ ես անում։ Նույնիսկ եթե բացում ես Kinder ծվիկը, տենց է, թե չէ։ Ինչ որ բաներ կա, որ գիտեմ, բայց ինչ որ բաներ էլ կա, որ իմ սրտի ցանկությունն է։ Այն ժամանակ, երբ որ Kinder-ների այդ этаպը սկսվեց, իրոք ուղակի, չգիտեմ, COVID էր, սիրում էիր ու սկսվեց, հա։ Ես իրականում ընդհանրապես չեմ հասկացել համացանցը ոնց է աշխատում, այս ինչ աշխարհ է, ու մեկ-մեկ նենց վիդեոներ ունեմ, սենց նայում եմ, ասում եմ, այս ինչ եմ գցել, այս ինչ եմ արել, բայց միգուցե այդ երեխայական այդ հավես վիճակն էլ ավելի վարակիչ է, ու մեկ-մեկ որ երկար ես մնում ես ոլորտում, սկսում ես արդեն ամեն ինչը շտկել, ամեն ինչի վրա աշխատել, ինչն էր ճիշտ, ինչն էր ստրատեգիկ, հետո մեկ հոգնում եմ, գժվում եմ, ասում եմ, իհարկե, էսի մեջն է, ուզում եմ կեղտոտ թավայով, իմ ուզած ձևով ոնց ուզեմ խոսամ, հենց այդ տենց էլ գցելու եմ ու էդ էլ է պետք։ Միշտ չի, որ այդ իդեալականն է լավ աշխատում։ Մեկ-մեկ այդ չմտածված, անմիջական, այդ ավելի մարդկանց կպնում է։ Իհարկե, իսկ Kinder գիտի քո մասին։ Կարծում եմ, այո։ Ուղղակի քանի որ բավական մեծ բրենդ է ու տարբեր երկրներում ներկայացություններ ունեն, այն որ խմելուց հետո արդեն բարդ չեմ կարող
թաղամաս է։ Ինքը մի քիչ sense երկարատև process-ներ է, ինչ որ շրջանակներում լինում է համագործակցում ենք, ուղղակի հաշվի առնելով նաև մեր երկիրը, որ շատ մեծ բրենդերի ներկայացուցիչներ չունի այստեղ եւ այլն, ինքը մի քիչ Բայց դու հասկանում ես ինչ ես իրանց բրենդի համար։ Եղել է այդ պահը, որ չգիտեմ, թե այստեղի ղեկավարությունը, թե միջազգային, որ ասեն օրինակ դու, չգիտեմ, էլի, մենք գիտենք, մենք տեսել ենք, դա շատ շնորհակալություն ենք հայտնում։ Իրականում ֆիդբեքներ բավական ստացել եմ, հատկապես այն ժամանակ, երբ որ ինչ-որ մի բան Kinder-ի հետ կապված լինում էր, բոլորը ինձ էին հարցնում, ասում ժողովուրդ, ես էլ ձերպես սպառող եմ, այսինքն ոչ մի ինֆորմացիա չունեմ գաղտնի, էլի բրենդի կողմից, ես ասում եմ, չգիտեմ, այս տեսականին երբ կլինի։ Իսկ այն որ մի պահ աղմուկ բարձրացա, որ վտանգավոր է պրոդուկցիան եւ այլն, այտենց դուք ես պատասխանատու կամ Ինչ շատ էին գրում, այնքան էին զանգում, հարցնում, այդ լուրերի տակ հենց բոլորը ինձ էին նշել, գրել են Էվիկը մեռավ։ Պատասխան տուր։ Դե ասա։ Իրականում կարծում եմ չափի մեջ ամեն ինչ էլ կարելի է, ամեն շոկոլադեր կարելի է, ուղղակի իհարկե ցանկացած բան էլ որ չարաշահես, կարա վտանգավոր լինի, բայց չեմ կարծում, եթե Kinder-ը վտանգավորներ, ես հիմա ստեղ չէի լինի։ Լավներ, իսկ հիմա չես ուտում, չէ՞, հիմա տենց ջիմ առողջ ապրելա։ Հիմա էլ եմ ուտում, բայց ավելի չափի մեջ, այն ժամանակ իսկապես կարող է նորմալ ընթրիքի տեղը ուղղակի մի քանի կտոր քաղցրավենիք ուտեի, հիմա իմ նորմալ սննդակարգը պահում եմ, բայց քաղցրը ներառված է, ես կողմ չեմ ծայրահեղ բաների, որովհետև ես չեմ կարող ամբողջ կյանքս հրաժարվել քաղցրից։ Իմաստը որն է, օրինակ, մի ամիս հրաժարվեմ, ինչ որ X քաշ կորցնեմ, հետո էլի հավաքեմ։ Իմաստ չունի ինձ համար, ես ընտրում եմ այն սննդակարգը, որ կարող եմ պահել։ Այս վերջերս մի անգամ, չեմ հիշի որտեղ ոնց, բայց ասեցիր ես պետք է լավ լինեմ, որ ես լավ եմ լինում, ոնց որ արդեն ես լավն եմ։ Հա։ Լավ vibe եմ տարածում եւ այլն, բայց միշտ չէ, որ մենք լավ ենք։ Իսկ այդ դեպքերում Համաձայն եմ, այդ դեպքերում ոչ մեկս չեն կարող կանխատեսել։ մենք ինչպիսին է կլինենք։ Իրականում այդ մասին որ ստորիներ էի արել, հետո ոչ միանշանակ մեկնաբանություններ եղան։ Իրականում story էր, ճիշտ է։ Իրական իմ մեսեջը ավելի դրական էր ուղղված, որ մարդիկ գնան իրանց երազանքների հետևից, որովհետև երբ որ դու քո ուզած կյանքը չես ապրում, դու գնալով ինչքան մութ տեղում ես հայտնվում, բոլորիս մեջ էլ կա այդ վատը։ Իհարկե մենք Հայաստանում խնդիր ունենք ընդունելու այդ, բոլորը սուրբ ենք, այն որ հարցում ես ինչ թերություն ունես, ես ուղղակի շատ ազնիվ եմ, շատ հիվատ եմ։ Ու այն մարդով որ ասում է, հա օրինակ ես այս մասով թերություն ունեմ, ասում են, վայ, տեսակ ինքը թերություն էր, ինչի ով չունի։ Ամեն մարդու մեջ կողքի եւ այդ լավը կա եւ այդ վատը կա։ Դու կախված որն ես սնուցում, ես չեմ ասում եկեք բոլորի հանդեպ տածենք ատելություն, չարություն, բայց եթե քո կյանքը լավը չեղավ, դու մութ տեղից չես կարա լույս տաս ոչ մեկին։ Եթե ես իմ ուզած նպատակների հետևից չեմ գնում, իմ ուզած մարմինը չունեմ, իմ ուզած կյանքը չունեմ, ես աշխարհի ամենալավ մարդն եմ, ժամանակի հարց է, որի մեջ առաջանալու է ինչ որ բացասական բան։ Մեկ այլ մարդու հանդեպ նույն ձևով այն աղջիկը ում ընկերը ամեն ինչ իրան արգելում է, այս չհակնես, այնտեղ չգնաս, աշխարհի ամենաբարի մարդն էլ։ Մի քանի տարի անց մեկ էլ նկատում է, որ քննադատում է ուրիշ աղջիկը, լավ, էս ինչ էր հակել բան։ Ասում եմ, հոպ, տեսար, որ դու ասում ես չի ազդում ին վրա։ Ամեն մարդու մեջ կա այդ լավն էլ, վատն էլ։ Երբ որ դու ուզում ես ինչ որ կյանքով ապրես ու դու դա չես ապրում, այնքան այդ մարդկային նորմալ բանը դու ուզես չուզես, սկսում ես ուրիշների մեջ դա քեզ ջղայնացնում, ինչի՞ այս մարդը իրան թույլ տալիս մի բան, ինչի ես ինձ թույլ չեմ տալիս։ Ես ունեի ընկերուհի շատ թեթև, շատ բարի հրաշք աղջիկ, ով ուներ շատ ծանր, ոչ հրաշք ընկեր։ Երկար ժամանակ միասին էին ու արդեն մի քանի տարի անց այդ աղջիկը այնքան կորցնում էր իր դրական հատկանիշները, ասենց այ քո ասած չուզելով դառնում էր ավելի ծանր եւ այլն։ Ու ես շատ տխրում էի, որովհետեւ հասկանում էի ոչինչ անել չեմ կարող, ու իրանք բաժանվեցին ու հետ եկավ նույն մարդը։ Հետ եկավ այն ինչ որ ինքը կար, բայց այս վերջին տարիներին կորցրել էինք։ Իրականում մարդը ես չեմ կարծում որ ֆիքսված մի ձևով է։ Մենք բոլորս ժամանակի ընթացքում մեր շրջապատի մարդկանց իրավիճակում մեր կյանքի վայրի վերումները ձելնելով փոխվում ենք ու նաև ես շատ առողջ բան եմ տեսնում դա նկատելու մեջ։ Օրինակ, երբ որ ես նկատում ինչ որ մեկի արածը արժե զրկեցի, ցենց ինձ բռնում եմ, ասում եմ, հոպ, էս ինչ ասեցիր, բայց ինչի օրինակ, ինչ է այս մարդը անում, որ քեզ դուր չի գալիս։ Ես ինձ այդ անկեղծ այդ հարցը տալիս եմ, որովհետև դա ինձ օգնելու է։ Ես չեմ վախենում, որ օրինակ այդ պահին ինձ խոստովանեմ, օրինակ այս X մարդուն ես նախանձում։ Ինչ որ մարդ կա, որ երբեք ոչ մեկին ոչ մի առիթով չի նախանձել։ Կա միայն կեղծավոր մարդը, որ չի խոստովանում։ Երբ որ դու չես վախենում, օքեյ, ես կարող ունենամ բացասական կողմ կամ բացասական
էմոցիա։ Նախ էլ սկսենք այնտեղից, որ նախանձը ինքը ես չէի ներառի մենակ բացասական էմոցիաների մեջ, եթե իհարկե դու չես կենտրոնում, չես ապրում դրանով, ինքը ցուցիչ է, որ քեզ այդ պահին հուշում է, կարող է դու մի հատ sense պահած ցանկություն ես քո սրտում, որը չես արել։ Որտեղ դոզայի մեջ։ Հա, դոզայի մեջ։ Այդ հիմնական ուրիշ մարդու մասին չի։ Կարող է դու էիր ուզում այդ սիրուն յուբկան հագնեիր ու ոնց որ չես կարողանում հագնես։ Օրինակ Աննան հագել այդ յուբկան թե չէ, քո վրա չի անդրադառնում։ Բայց երբ որ դու վախենում ես ընդունես քո այդ բացասական կողմը, դու սկսում ես արդարացնել ամեն ինչ, լղոզել, ուրիշի վրա գցել։ Հիմա օրինակ ինձ թվում է տարիքի հետ այդ մասը իմ մոտ շատ փոխվել է։ Ասենց անկեղծ կարամ ինքս իմ հետ խոսամ, ինձ այդ հարցերը տամ, բայց օրինակ ինչը քեզ վախացրեց այս սիտուացիայի մեջ ու այդ պատասխանը տամ, որտեվ այդ ինձ է օգնում որպես մարդ աճելու։ Եվ ով է քո համար շատ սիրուն։ Հայաստանում թե առհասարակ։ Արի Հայաստանում։ Մեր հայրենիքները շատ սիրուն են։ Լավ, այս հայտնիներից, բլոգերներից ու այնց որ անուն ասես իմանանք էլի։ Հա, օրինակ իհարկե կախված տիպաժից, այսպես ասած, օրինակ ինձ Ագնեսն է շատ դուր գալիս, ոնց որ sense բարի լաբրադոր vibe ունենա, շատ այդ ոնց որ ինձ դուր է գալիս։ Ում էլ կնշեմ, Եվային էլ եմ Ղարիբյան շատ հավանում, sense շատ խարիզմատիկ, շատ ոճային, շատ հետաքրքիր է իմ կարծիքով։ Ընդհանուր առմամբ մեծ մասին հավանում եմ, եթե անկեղծ լինեմ։ Տղաներից ով է քո համար, որ sense նայում ես իր էջը ու ասում ես շատ ներկայանալի է, լավն է։ Օրինակ արդյոք Հայկը Մկրտչյան մանավանդ մարզված, իր սպորտային կառուցվածքը շատ սիրուն է։ Ով կա որ քեզ հետաքրքիր է։ Ավելի մեծ սերնդի celebrity-ներից։ Օրինակ Արսենն եմ Գրիգորյան շատ հավանում, sense խենթ Արսեն դու էներգիա ես ունի։ արդեն հին։ Այդ խենթությունը, այդ Հա, էներգիան չէ, շատ դե Արսենը, գրավիչ է։ հա։ Օրինակ Կամոյին էլ եմ շատ հավանում, այսքան երկար տարի ոլորտում Այո։ մնալով, ինչքան իր էներգիան, ակտիվությունը, մեր երեկվա միջոցառման Աշխատասիրությունը։ մասով էլ բոլորիս մասին սթորիներ ա գցում, բոլորին նկարագրում ա, ներկայացնում ա, այդ շատ հետաքրքիր է, շատ հիացմունք է Իսկ արժանի։ աղջիկներից։ Աղջիկներից։ Ուզում հասկամ ով է համարվում արդեն։ Դե գիտես ոչ ձերում, կայ ավելի մեծ։ Օրինակ Տիկին Լեռնուհին էլ այն շատ հետաքրքիր։ Այդիկին լեռնույն ընդհանրապես ֆանտաստիկ երևույթ է, չէ։ Այդ էներգիան դնել, ամեն ռիլի համար դա ներկայացնել, դա հիացմունքի արժանի է, շատ մեծ։ Եվ քանի որ ոլորտի մասին ենք խոսում, նա ինձ հետաքրքիր է, ես տեսնում եմ, որ դու տարբեր, հա, ընկերական շրջապատների մեջ կաս, բարբերաբար, բայց ես քեզ կոնկրետ ոչ մի ընկերական շրջապատի հետ չեմ ասոցացնում։ Իմ համար դու sense դու ես մի քիչ առանց ինչ եմ պատկերացնում։ Հա, կարծում եմ շատ դիպուկ էլ նկարագրեցիր։ Որտեղ ինչ ես վերցնում տալիս, որտեղ ես որ դու մենակ պետքա լինես։ Կարծում եմ, ստեղ մի քիչ ինձ խանգարում է չափից դուրս ուղիղ լինելը, այսինքն ես չեմ կարողանում ուղակի շփվեմ շփվելու համար։ Հիմնական բոլորը ինձ դուր են գալիս, ես բոլորի հետ օքեյ եմ, տարբեր միջոցառումների, ամեն ինչի շրջանակներում, բայց հենց այն նեղ երկու մարդու միջև այդ մաքուր պինդ կապը իմ համար բավականին ծանր ռեսուրսատար աշխատանք, որտեղ ես պետքա դիմացի մարդուն լիարժեք տեսնեմ, կարողանամ իրան լսեմ, կարողանամ իմ ռեսուրսները օգտագործեմ, որ եթե իր համար ինչ-որ մի բան պետք է, իմ էներգիան նվիրեմ այդ խոսակցությանը։ Ինչ հետաքրքիր սերունդների տարբերություն ունենք։ Մենք չենք էլ իմանում, որ մենք դա անում ենք։ Ձեր ոնց հստակ անուններով է այդ ամեն ինչը։ Հա, ու ես այդ չեմ կարող անել շատ մարդկանց հետ։ Ում համար ես անում։ Առաջինը Յանի, իմ ամենամոտ ընկերուհու Ջուլիի համար ու կան եւս մի քանի ընկերներ, ում շատ սիրում եմ, բայց ամենաշատ ժամանակս Յանն ու Ջուլին են տանում այսպես ասած, բայց լավ առումով։ Ոլորտի մեջ մնալով, հա, ինչ էր եղել վերջերս քո եւ Արուսիկի միջև։ Ես քանի որ այդքան լավ չեմ հասցնում ինչ որ բաներ հասկանալ հետեւել, բայց հասկացա, որ ինչ որ բան է եղել։ Ինչ էր։ Այս վերջերս մի գիրք եմ կարդում, ասում է, որ ստրեսային իրավիճակ է լինում մարդու կյանքում, հետո մենք սիրում ենք, չէ՞, այդ օրինակ վերապատմել, վերահիշել, նույնիսկ եթե ինչ-որ մեկն է չես պատմում, ասես նստած գործանց մեկը հիշում ես, ու նույն ձևով մեկը զգում է սիրտը տարագացավ, տրամադրությունը վատացավ, ջղայնացար, դեռ քո օրգանիզմը չի հասկանում դու այդ պահին ստրեսի մեջ ես, թե ուղղակի նորից հիշել ես այդ կինոն։ Ու նաև այդ հորմոնալ փոփոխությունից, այդ ադրենալինի հոսքից եւ այլ մարդ կարող ընկնի կախվածության մեջ, մարդիկ անչափ այդ վատ պատմություն անդադ պատմում են ու չես էլ զգում որ քեզ հաճույք էլ է տալիս ինքը վատ բան է բայց հաճույք էլ է տալիս անընդհատ այդ վատը հիշել մի հատ է ջղայնանալ մի հատ էլ վրայից ավելացնել դրա համար հիմա կփորձեմ առանց սենց էմոցիաները կպցնելու պատմեմ նախ չեմ զեն ավելի բորբոքեմ թեման հասկանալով որ երկուսս էլ հանրային մարդիկ ենք ու ամեն մարդ էլ կարող է սխալվի
ու իրական նաև իմ ընկերներ շատերը զարմացել էին, ասում եմ մի քանի անգամ ստուգում ենք տեսնենք քո էջն է, որովհետեւ ես սովորաբար այնքան հանգիստ մտածված եմ ինչ որ մի բանի արձագանքում, որ իսկապես պետքա ասեն շատ տգեղ բան անել, որ ես տենց հանրային արձագանքեմ դրան։ Այդ այն կարիճներիցս մեկն էր, որ սենց փախավ հետ ասեմ արի հետ, արի բալես։ Պոչը դուրս էր եկել։ Ուղղակի կարծում եմ ինձ համար դա այդքան էլ կոլեգիալ քայլ չէր, հենց այդ թեմայի մասն է ես խոսում, մրցակցության նախանձի ու առհասարակ շատ փիլիսոփաներ, շատ հոգեբաններ այդ թեման քննարկել են, մարդու էությունը, այդ մրցակցային լինելը եւ այլն, դրանք ամենամարտկային հատկանիշներն են ու ես ընդհակառակը դրական կոնտեքստով եմ ասում, որ գնացեք ձեր երազանքի հետևից, որpիսի չնախանձեք, որպեսզի ձեր բնավորության վատ գծերը չարտնանան։ Դու անում ես story։ Հա, որին ինքը իր Telegram-յան ալիքում, որտեղ ես չկամ եւ չեմ տեսել, բայց որը հանրային է, հա, իր ընկերների միջև չի, այլ աուդիտորիայի միջև է, ամբողջությամբ փոփոխված այդ տեքստը գրում է այնտեղ, որ ես նենց վատ եղա, պարզվեց ինքը նախանց մրցակցային, ուզում է վերացնի իր մրցակիցներն ու գրել է բառացի ցիտում եմ, բայց ամբողջ միտքը փոփոխված ու սենց մի տեսակ այն խառնակիչ կիսուրներ կան, որ ասում են նենց վատ եղա, քնած էր միջև մեկը, համ կռիվը գցում են, բայց այն որ սենց կողքից էլի ուղակի իմ համար դա այնքանով սիրուն չի, որ առաջին եթե թեման է հետաքրքիր, իդեպ ես այդ թեմով այնքան պատրաստված եմ, այնքան կարդում եմ, լավ գրքեր խորհուրդ տամ։ Ես շատ ուրախ կնեմ, որ գան ինձ հետ քննարկման, ասեն, օրինակ ես այս մասը սենց եմ մտածում, իսկ դու ինչ ես կարծում, օրինակ, ինչա մարդը էսգում, ես շատ սիրով այդ քննարկմանը կմտնեմ։ Նույնիսկ եթե այդ քննարկումից պարզվում, օրինակ ես սխալ եմ, որտեվ ես ամենագետ չեմ ու շատ ուրախ կլինեմ, որ մի նոր բան սովորեմ, բայց այդ փոփոխված, այդ սենց ինչ որ ինտրիգային, ինչ որ խոսակցություն սկսել միտեղ, որտեղ ես չկամ։ Դուք ծանոթ եք։ Այո, մենք շատ լավ ծանոթ ենք, անձնապես ենք ծանոթ, շփում ենք ունեցել ու այդ մասն էլ ինձ համար շատ հետաքրքիր, որ եթե կա ինչ-որ քննարկման թեմա, դա կարելի է քննարկել ինձ հետ ու ես շատ քիչ եմ տալիս հավանականությանը, որ իրան այդ պահին հետաքրքիր իրոք թեման քննարկել սոցիոլոգիական, հասարակագիտական կամ ինչ-որ փիլիսոփայական տեսակետից, այլ իմ կարծիքով այդ պահին շահը ինձ վատ տեսակետից ներկայացնել էր, այսինքն որտեղ հենց դա ուղիղ այդպես էր, էլի իմ խոսքը փոփոխված, տեղադրել այնտեղ ու սենց վայ նենց վատ եղա, պարզվեց ինքը ուզում է բոլորին վերացնի, շարքից հանի։ Ու դա ինձ ուղարկում են իմ հետևորդները, ովքեր կային այդ Telegram-յան ալիքում, ու ես տեղադրում եմ story, քանի որ ես չեմ սիրում ակնարկներ, կողքից ինչ որ խոսալ, ես ուղիղ հենց իրան նշում եմ եւ մի քիչ միգուցե կոպիտ ձևով ասում, որ ամեն մարդ իր հասկացողությամբ է վերլուծում իմ ասածը։ Իրական իմ համար տհաճ է իմ հետևորդների աչքերի առաջ ինչ որ տենց կոնֆլիկտներ եւ այլն։ Ու նաև ինձ համար շատ հետաքրքիր, որ ինքը ինձ չի հետևում, բայց փաստորեն ինչ որ fake edge-ով նայում է այդ story-ները, գնում այնտեղ մեկնաբանում է, շատ տգեղ էր այդ երևույթը իմ համար։ Եվ դրանով ավարտվեց քո story-ով, թե հետո շարունակությունը։ Ես ինչքան գիտեմ, ինձ ասին, վայ ձայնայիններ ա, գցել ինչ որ բաներ ա, մեկնաբաներ եւ այլն, ես էլ չուզեցա մտնեմ այդ ամենի մեջ, որովհետեւ երբ որ դու մտնում ես արդեն այդ կոնֆլիկտի մեջ, մարդիկ կողքից ասում են, իրանք իրար հետ կոնֆլիկտ ունեն, բայց ես ոչ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ։ Իմ մասին, ոնց որ իմ հանրային կերպարի մասին, ինչ որ դավեր են նյութվում իմ մեջքի հետևում, որին ես պարտավոր եմ արձագանքել, որ ասել դա այդպես չի։ Նախ առաջին ես նման բան չեմ ասել, եւ երկրորդն էլ դա շատ ոչ կոլեգիալ սխալ մոտեցում է։ ու մի մարդ ով որ այդքան ծանր է տանում ուրիշի նախանց կամ մրցակցային լինելը, սա ամենամրցակցային եւ նախանց քայլն է, որ հնարավոր է անել գոլեգայի հանդեպ, մի չաթում, որտեղ չկա գոլեգան, իր խոսքը փոփոխված փորձել իր ասմեցի, չեմ պատմի էմոցիոնալ, պատմեցի։ Ինձ թվում է դուք կունենաք այն մեկ ընդհանուր ընկերը, որ ձեզ երկուսիդ կհրավիրի սուրճի։ Իրական մենք 3 միջոցառմանը նույն վայրում էինք, բայց ինքը ոչ մոտեցա, ոչ մա խուսափեց ավելի։ Մենք հաստատ այդ խնդիրը ունենք, էլի օրինակ նկատել, որ դա սխալ քայլ է, չէր կարելի նման բան անել, ու նաև այն արձագանքը, որը որ ես ստացել եմ հետևորդներից, որոնք եւ ինք ունի եւ ես, որը կարող էր լինել երկու կողմի մասին էլ, նույնիսկ իր ալիքում Telegram-յան, որ իր հետևորդներն իրան չէին պաշտպանում, որտեվ դա սխալ քայլ էր, բայց միևնույն է այդ դեպքում, երբ որ մարդիկ ակնհայտ սխալ են անում, չեն գա, օրինակ չեն գրի, որ Եվ ջան կներես ոնց որ չմտածված ինչ որ բան եմ արել, որը արդար չէր քո հանդեպ որպես գոլեգայի, օրինակ եղել է այլի բլոգերներից մեկի հետ, որ իրար չենք հասկացել, ոչ հանրային, ինչ որ են որ մեկը խոսքից խոսք է փոխում եւ այլն, այդ մարդը ինձ գրեց, ասեց խոսանք,
ես երբեք դա չեմ դժվարացնի այդ process-ը։ Ես 5 րոպե անց այդ սրճարանում էի, ես գրկել եմ իրան, խոսացել ենք, իրար հասկացել ենք, բոլորի կյանքում էլ կարա լինի, դու չես կարող ամբողջ կյանքդ ապրես, ինչ որ մի սխալ բան չանես, բայց այդ անկեղծ քայլը պետքա մարդու կողմից լինի, որ ասի կներես, այս X բանը սխալ եմ արել, բայց եթե այդ չկա, ես իմ կողմից եմ որ ինձ անընդհատ մեծանաս, տենց է, դու զիջի, դու հասկացող ես, դու ներողամի տեղի, չէ, որովհետև երբ որ դու անընդհատ տենց ես լինում, շատ հաճախ մարդիկ լավ զգում են ում հանդեպ կարելի է ինչ որ մի բան անել, բայց ում հանդեպ մարդիկ զգում են, որ դու այդ տեսակը չես ում հանդեպ կարելի է։ Այս ամեն ինչը հաստատ քեզ նյարդայնացրել է, բայց դու իմ համար 21-րդ դարի այդ պուլսը զգացող սոցիալական ցանցի մեկ-մեկ դաժան օրենքներին տիրապետող դու այդ ինձ պատրաստված աղջիկ ես իմ պատկերացման մեջ, չնայած նույնիսկ որ այո հասկանում եմ, որ դու իրոք նյարդայնացել ես, բայց միցև քոնն է այս տիրույթը, չէ՞, դու սենց լողում ես այստեղ։ Հա, ես շատ սիրում եմ սոցցանցերը ու նաև ինձ վստահ եմ զգում։ Օրինակ, չգիտեմ, ես երկրորդ անգամ նույն ձևով կարձագանքեի թե չէ, բայց միգուցե մեկ-մեկ, շատ մեկ-մեկ կարելի է եւ ուղի խոսել ինչ որ խնդրի մասին, բայց ես միշտ հաշվի եմ առնում, որ մարդիկ հիշում են տենց բաները, երբեք չեն մոռանում, են էլ Հայաստանում, ու երբեք ցանկալի չի ինչ որ մեկի հետ ունենալ վատ հարաբերություններ։ Ես միշտ աշխատում եմ ոչ մեկին չնեղացնեմ, կլինի նախկին աշխատակից, ով ուզում է լինի, ես միշտ աշխատում եմ չնեղացնել, բայց այդ ինչ որ մի սահման որտեղ եթե մոտ եկան այդ սահմանին, ես միանշանակ պատասխան կտամ։ Այդ մասով ճիշտ է զգացել, ես հաստատ այն մարդը չեմ, որ կասեմ կարևորը կոնֆլիկտ չլինի, չէ, կոնֆլիկտը առողջարար է, երբեմն միջավայրի բարելավման համար պետք է կոնֆլիկտ ունենալ, որ ինչ որ բաներ ջրի երես բարձրանան։ Քիչ առաջ ասացիր, որ չգիտեմ ինչին սխալ հասկացան, հա, խոսքը հետևորդների մասին էր, իրականում հիմա շատ դժվար է բոլորին սոցիալական դաշտում ովքեր ակտիվ են, որովհետև ցանկացած բառ ու նախադասություն կարելի է տարբեր ձևերով ընկալել, այսինքն չկա նախադասություն, որը բոլորին դուր կգա։ Այ հիմա մենք զրուցում ենք ու կլինեն հաստատ մարդիկ, ովքեր կսիրեն, չեն սիրի, այդ ուրիշ որ ըստ մարդու տեսակի եւ դաստիարակության մեկը նուրբ ձևի կգրի այդ մեկնաբանությունը, մեկը կարող է ոչ այնքան, չէ։ Իմիջիալից գրեք, դուր գալիս մեր զրույցը թե չէ եւ դուք էլ կինդեր ժամանակվանից գիտեք Էվիկին թե չէ։ Բայց մեկ-մեկ մարդ հոգնում է, չէ, դրանից այնքան դա հոգնածնողն է, Comedy Club-ը շատ լավ հումորներ է դրա հետ կապված անում, որ մանավանդ մարդիկ, ովքեր ակտիվ են, ովքեր ավելի ոչ խմբագրված ակտիվ են ինտերնետում, ել չասեմ հումորային կոնտենտ ստեղծողներին, ամեն բառից առաջ պետք է 1000 անգամ մտածես, որտեղ կարող է ինչ որ մի ձև, ինչ որ մեկին դու դրանով նեղացնես, փակում է, չէ, դա ինչ որ կաշկանդում է։ Հələ Հայաստանում ավելի լավ է, բա որ Եվրոպայում աշխատեինք մեր 90%-ը cancel եղած կլիներ։ Այստեղ հələ մի քիչ մարդիկ ավելի տոլերանտ են, նույնիսկ մի փոքր ավելին, քան պետք է, այն մասով որ կարող են շատ ռասիստական հումորներ լինել, օրինակ հիվանդ մարդկանց ծաղրանք լինի եւ այլն, սենց բավականին մարսում են եւ այդ մարդիկ շարունակում են գործունեություն ծավալել։ Բայց իհարկե այդ ծայրահեղական այդ բանն էլ որ ով շնչեց, արտաշնչեց ամեն ինչը քննադատել, այդ մի քիչ դժվար է, դրա համար էլ միգուցե հանրային կյանքը ամեն մարդու համար չի, նաև շատերը չեն էլ դիմանում, սենց 1-2 տարի մեկ էլ զգում ես, վсё, այդ մարդը մարից, որովհետև շատ դժվար է, այդ եւ բացասականը եւ դրականը այդքանը վերլուծել, այդ ամեն ինչի հետ ապրել շատ դժվար է, օրինակ ինձ էլ ամբողջությամբ կպնում է որ եթե ինչ որ բանում մեղադրում են, ինչ որ բան ասում են, նենց չի, օրինակ ես չեմ կարող ասեմ, «Վայ, ինձ համար մեկ է ինչ կասեն», չէ, ես օրինակ հաստատ տենց մարդ չեմ։ Ես կարող եմ քնելուց մտածեմ, բայց ինչի սենց բան ասեցին, ես կարող եմ վերլուծեմ, այդ իմ վրա հաստատ կանդրադառնա։ Եվ ինձ թվում էր ձեր սերունդը ավելի հանգիստ է վերաբերվում, ինչ կանեմ վաղը կամ ինչ եմ անում այսօր, հա, խնդիրներին, բայց վերջերս Միշելի հետ էինք զրուցում ու ասում էի քեզ ինչն է դուր գալիս, օրինակ մեր սերնդից ու ասեց մի բան, որ զարմացա, ասեց դուք ավելի հանգիստ եք, ձեր ընտրությունը ավելի ոնց որ աճ կամ ձախ, մենք անընդհատ այդ ցայտնոտի մեջ ենք, էլ ինչ, էլ ոնց։ Ինձ թվում էր հակառակը, դուք ավելի հանգիստ եք, ասենց մի քիչ նույնիսկ ունեք այդ անտարբերությունը, որովհետև այդ ինքնավստահությունը ձեր ունեք, բայց փաստորեն social media-ում ակտիվ ձեր սերնդի ներկայացուցիչները ունեն այդ ցայտնոտը, ինչ անել, ոնց անել, էլ ինչը, երբ։ Կարծում եմ, հա, մշտապես ունենում ենք, հատկապես այնքան բան է փոխվում, նենց չի որ դու մի բան գիտես, այդ անընդհատ աշխատում է, անընդհատ պետքա պատրաստ լինես, այդ հոսքի հետ գնաս ու նաև փորձես
խելացի լինես այս ընթացքում, որովհետև այն էլ Հայաստանում այնքան խնդրային թեմաներ կան, այնքան վայրի վերումներ կան, որ նույնիսկ առանց ուզելու կարող է հայտնվես ինչ-որ շատ սուր թեմայի կիզակետում, որտեղ ընդհանրապես դու ոչ կապ ունեիր, բայց քեզ այդ նեգատիվը ուղղվի, դրա համար պետք է նաև խելացի լինել, բայց դա նաև չի նշանակում ոչինչի մասին չխոսել, ես այդ քաղաքականությունն էլ չեմ վերցրել, որտեվ ամեն դեպքում ես կերպար չեմ ստեղծել էլի ինտերնետում, որ ինչ-որ օրինակ երկչուհի ա կամ ինչ-որ դերասան այդ կերպարն է հանդես գայս, նույն Էվելինան է Առորյայի այնտեղ, ու ոնց որ արդար չէր լինի էլի, ինչ որ իմ մտքերը ամեն ինչը սենց կտրեի կողք դնեի, ասեի դե դա ռիսկային է, ամեն դեպքում կարծում եմ չափի մեջ կարելի է առանց ինչ որ մեկին վիրավորելու, կարելի է տարբեր թեմաներ բացել, քննարկել։ Հետո նաև պատասխանատվության մասին չէ երևի հարցը, եթե դու ունես շատ հետևորդներ, այդտեղ մենակ խոսքը շփվելու մասին չի, գումար աշխատելու մասին չի, խոսքը նաև որ դու ինչ որ մի ձև պատասխանատու ես ոչ միայն ուրախը, ոչ միայն ժամանցային, այլ օգտակարը։ Օրինակ վերջերս ապրիլի 24-ի հետ կապված ես նույնիսկ 2 վիդեո, թե 1, 2, այնքան դուրս եկավ, շատ դուրս եկավ, որ դու խոսեցիր։ Հիմա մի քիչ բան է ոնց որ այդ նորմալ է պետքա խոսալ, բայց երևի ինձ չի որ բոլորը խոսում են, դրա համար ես առանձնահատուկ ուզում եմ քեզ ասել, որ շնորհակալություն, որ խոսեցիր։ Ես շնորհակալ եմ, որ այս թեման բարձրացեցի, իրականում կարծում եմ որպես հայ մենք մի քիչ ավել այդ պատասխանատվությունը պետքա զգանք, որովհետև եթե շատ ավելի զարգացած երկրներում, որտեղ սենց կյանքի ու մահվան հարցեր չկան, իրանք միգուցե այդ հավելյալ պատասխանատվությունը չզգան, բայց ես երբ որ տարբեր երկրներ գնացի ու հենց պատերազմի ժամանակ էլ երբ որ ես Գերմանիայում էի ապրում, ես նայում էի մեդիան ոնց որ ինչքան անտարբեր է, ամեն երկիր նայում է ըստ իր շահի, ոնց է իրանց հարմար, այդ լույսի ներքո էլ ներկայացնում են, ու ես հասկացա, որ ես ընտրության հնարավորություն այս հարցում չունեմ, որովհետև ես ծնվել եմ մի երկրում, որը այնքան շատ մեր պաշտպանության կարիք ունի, մեր ճիշտ ներկայացնելու, ամեն հարցի մասին խոսալ, լիքը մարդ կա ասում է, ի՞նչ է փոխվելու, որ ես խոսամ ցեղասպանության մասին։ Այնքան բան է փոխվելու։ Մենակ ես որ ամեն տարի գնում եմ Ծիծեռնակաբերդ, ես այնտեղ տեսնում եմ ամենատարբեր հայրին, փոքրեր, մեծեր, տարբեր սոցիալական վիճակի, տարբեր մտածողության, լրիվ տարբեր աշխարհների մարդիկ, բայց բոլորը այնտեղ են։ Չէ որ կան ինչ որ արժեքային բաներ, որտեղ մենք կանգնում ենք, ասում ենք, հատկապես մի բան, որը չի ընդունվել միջև այսօր։ Մենք կանգնում ենք ու ասում ենք, ժողովուրդ, մենք չենք մոռացել, նես չի որ օքեյ, անցավ 10 տարի էլ անցավ, всё, դել չենք խոսում, բան չի փոխվելու։ Այդ շատ վտանգավոր է, որովհետև մենք ծնվել ենք մի երկրում, որտեղ է շատ կուզեն, որ այդ հավելյալ այդ 10% պատասխանատվությունը վերցնենք, որտեղ այնքան մարդիկ կան, որ հավատացել են այդ արժեքներին ու լիքը լավ բաներ են արել։ Հիմա ես երիտասարդներից էլ որ լսում եմ, դե լավ, չգիտեմ, տվեցինք, անցավ գնաց բան, վայ, նենց հա սիրտս ծակում, ես չեմ ուզում շատ սենց հայրենասիրական ինչ-որ բաներ ասեմ, բայց այնքան մարդիկ են իրանց կյանքը այդ գաղափարի համար դրել, երևի այդ մարդիկ հիմա որ լսում են մենք ինչ ենք անում, երևի չգիտեմ։ Էվես խոսքերիցդ հետո ես ինձ այնքան լավ եմ զգում, որ տարիներ առաջ երբ որ լինեմ ազնիվ, ես քեզ սենց լուրջ չէի ընդունում, սենց ինչ որ մի երկու բան տեսել էի ու սենց չէի ճանաչում քեզ, չէի խորացել ու ես այնքան ուրախ եմ, որ ես կամած սկսեցի քեզ բզբզել, մոտենալ քեզ ու այս խոսքերի համար ես հասկանում եմ, ինչ լավ է, որ դու այնտեղում ես, որտեղ կաս ու ունես հնարավորություն դրա մասին խոսելու եւ ես շատ հուսով եմ, որ քո հասակակից բազմա 100,000-ավոր հետևորդներ ունեցող քո գործընկերները այդ կվարակվեն դրանով, որովհետեւ ոնց որ օքեյ, ժամանց, ուրախ կոնտենտ, բայց տարվա մեջ գոնե մի քանի անգամ կարանք շատ լավ բան ասիր մեր երկիրը, մեր ազգությունը, մեր կարիք ունի, մենք բոլորս պետք է մեր հայ լինելը պաշտպանենք։ Ու նաև չմոռանանք, որ մեր կողքին ապրում են ընտանիքներ, ովքեր ընտանիքի անդամ են կորցրել բոլորին վերջերս այս հայրենիքի համար։ Մենք տոնավաճառում այդ որ մեր Թիմ Պուպսիկի պրոդուկտներն ենք ծախում, մեր կողքը Ալենի մայրիկներ ու նայում ես այդ ինը իր տղայի հեքիաթներն ա վաճառում, սենց աչքերը ամեն վարքյան լցված, դու ուղղակի նայում ես, ասում ես այս մարդիկ մեր կողքին ապրում են, իրանք իրանց ընտանիքի մի մասը, իրանց երևի ամբողջ կյանքի երջանկությունը կորցրել են այդ արժեքի համար, այդ գաղափարի համար ու դու պետքա այդ զգուշությամբ առաջ շարժվես, էլի ես չեմ ասում չուրախանանք, ոչ ինչ որ ծայրահեղական բան չեմ ասում, բայց լավ, ընդամենը մի քանի տարվա մեջ այդքան անտարբեր խոսել մի թեմայի մասին, այդ երիտասարդները, մեր ընկերները այս գաղափարի համար, որ արժի այս երկիրը, այս հայրենիքը դրա համար արժի,
այդ երեխեքը հիմա չկան ու չգիտեմ, այդ անտարբերությունը իմ համար մեկ-մեկ շոկային է, էլի։ Հուսով եմ, որ ամեն դեպքում առողջ կորիզը կխոսի։ Ես ուզում եմ հավատամ, որ կա այդ առողջ կորիզը Հայաստանում, որ չի թողնի, որ մենք սենց այդ հիմա այդ ոնց որ անտարբեր դարձածնենք, այնքան շատ եղավ սենց վատ բաներ անընդհատ այդ բացասական լուրերը, անընդհատ մեկը մեկի վրա մեղադրում, մեկը էս անում, բոլորը են որ արդեն մեկ է, ինչ ուզում եք արեք, Արարատն էլ հանեք, էս էլ հանեք, չեմ ուզում ինչ-որ քաղաքական բան գան, բայց ոնց որ մարդիկ էլ այդ ռեսուրսն էլ չեն դնում, էլի, ու այս անտարբերությունը մի տեսակ վախացնում էլ է, ինձ ասում եմ, չեմ հավատում մի տեսակ, որ մի 10 տարի առաջ մեզ ասեին, էս չենք հավատա։ Կաթիլ որ գալիս է։ Տիկին Նազելին մեր ջերմ ողջույնները, հրաշք կինա, ամեն անգամ իր հետ շփվել է, դա գերագույն հաճույք է, ու եթե ուղղակի ամեն մեկս քո նման փորձենք ինչ որ մի ձև, ինչ որ մի բան ասել, բարձրաձայնել, դա արդեն մեծ աշխատանք է, որովհետև շատերը մտածում են, որ ես ոչինչ անել չեմ կարող, ու մենք հայտնվում ենք այնտեղ, որտեղ հայտնվում ենք։ Պոդքասթային մեր խոսակցությունները հաճախ շատ դժվար է լինում ստոպ տալ, բայց մի հատ բան ասեմ ու շարժվենք առաջ։ Հիմա շատ ճիշտ ժամանակն է ձեռք բերել արևային կայան, որովհետև կարելի է տաք եղանակի ընթացքում կուտակել էլեկտրաէներգիա եւ ցուրտ օրերին դա օգտագործել։ Առաջարկում եմ զանգահարել Ital Solar 81228։ Զանգեք, թող ամեն ինչ պատմեն, բացատրեն եւ զբաղվեք վաղվա օրով։ Մտածեք վաղվա օրվա մասին։ Վերադառնալով սոցիալական ցանցերի արդեն ավելի ուրախ թեմաներին, տես մենք խոսում ենք, ոնց որ հաղորդման սկզբից անդադ պատտվում է այդ միտքը, որ առողջ նախանց, հա, չգիտեմ ճիշտ ձևակերպում արեցի, թե չէ, դա կարա լինի նայելը, հետևելը, տեսնելը եւ այլն։ Այ ով է կամ ում էջն է, որ sense դու նայում ես, ասում ես, «Էս ինչ թույն կոնտենտ է ստեղծում մերոնցից հայերից»։ Իրականում ասեմ, երևի թե տարբեր մարդկանց մոտ տարբեր բաներ կա, որ ինձ շատ դուր է գալիս։ Գնացինք ում մոտ ինչ։ Ու սենց ես ընդհանրապես խնդիրում եմ, լավ գովամ հիմա իմ գոլեգաներն, որ ասում են ում է սիրում բլոգերից, ասում են դե ինքս։ Հիանալի բլոգեր եմ։ Եկեք հերթով ասեմ, կարող է զարմանաք իմ թվարկել։ Առաջինը Հայ Դալեկին շատ հավանում եմ, ինչի համար ինքը տաղանդավոր մարդ է։ Օրինակ ես չեմ կարա այդքան կրեատիվ սցենար մտածեմ առօրյայի մասին, չեմ օրվա մեջ 5-6 հատ։ Կարող է մեկ ասում օրինակ գովազդային ինտեգրացիաներ շատ, ես էլ եթե նայեմ մարքեթինգային տեսակ, կարող ասեմ շատ է, բայց միշտ ասում են ապակյա տնից քար մի գցի ոչ մեկի վրա, որտեղ բոլորս էլ կարող են բան ավել պակասենք, բայց կարողանալ այդքան մասշտաբի, այդքան հումորային կոնտենտ գեներալ որովհետև տաղանդ։ Օրեր են լինում, Ռաֆոն 2 վիդեո է տեղադրում ու ծիծաղալու։ Հիմա քիչ օրերում ավելի ծիծաղալու բոլորը։ Ու բոլորը ծիծաղալու, բոլորը հետաքրքիր ինտեգրացիաներ, որ չես զգում միջև վերջ նայեցիր, ու այն աուդիտորիան, որը ինքը ունի, կարծում եմ ինքը լիարժեք այդ վաստակելը։ Դե ինձ թվում է Տիկին Լեռնուհուն չի կարելի չասել, ու նաև կարծում եմ ինքը հրաշալի օրինակ է, որ Հայաստանում շատ մարդիկ ասում են, դե վсё, իմ տարիքը եկավ, չգիտեմ, 40-ից հետո ձեռքերը խաչում են, այնինչ կյանքը այնքան հետաքրքիր է, ու ինձ թվում է ինքը հրաշալի օրինակ է, որ կարելի է այդքան երանդով, այդքան էներգիայով ինքը նենց վիդեոները այդ որ գցում, ես հենց նայում եմ, ասում եմ, ոնց կարելի է չալ արել, այդքան էներգիա դնել ինչ որ մի վիդեոյի համար։ Բայց ես հաճելին է, որ դա իր իրականությունն է։ Հա։ Որտեվ ինքը տենց է փաստորեն միշտ ապրել, ես ինչքանով հասկանում եմ։ Ում ասեմ, Հայկին չեմ կարող չասել Մկրտչյան, ամեն դեպքում շատ կարևոր սոցիալական հարցերով ինքն էլ եւ անել, բարբերաբար խոսում են, անդրադառնում են։ Կամիլան կենթանիների պաշտպանության մասով որ անդադ խոսում է, ինչը կարծում եմ Հայաստանում խնդրային է ու կամած բարելավում է։ Իրականում ունենք շատ արժեքային, շատ լավ բլոգերներ, ովքեր լիքը կարևոր գործ են անում ու շատ հաճախ որ մեր վրա ինչ որ sense քար են գցում, եկեք հաշվի առնենք, որ նաև ինչքան բաներ են սովորել մարդիկ բլոգերներից։ Մեկը միտեղ ասում է ամրագոտի գցեք, մեկը ինչ որ միտեղ ասում է կենթանիների հանդեպ ավելի բարի գտնվեք։ Ամեն մեկ իր կողմից մի բան անում է, էլի մեծ գործ է։ Այսօր երիտասարդները էլ հեռուստատեսություն չեն նայում, ռադիո չեն լսում, թեր չեն կանչում, կենտրոնացումը ընկել է մեր վրա, էլի ես շատ ուրախ եմ, որ շատ լավ կորիզ կա, որ այդ արժեքները փոխանցում է ու այնպես չի, որ մենակ ժամանցի մասն է եւ այլն, չէ, շատ լավ կորիզ կա, որը հարգանքի արժանի է։ Օրինակ, եթե քո հեռախոսը հիմա բացենք search-ի վայրում Instagram-ի որը կլինի վերջին ինչ։ Ինձ թվում է հիմա մարզումների մասին ամենջներ, որտեվ իմ կյանքի ես փուլում ինձ տարել է ուղղակի այդ ուղղությամբ։ Որտեղ ես մարզում։ Դվինի ջիմում։ Ավելի շատ գնում եմ այնտեղ, որ հանգիստ լինեմ ու այնքան է իմ կենտրոնացումը եկել հիմա իմ մարմնի վրա, հենց ֆիզիկական մարմնի վրա ու ես հասկացա, որ ես այս օրգանիզմը
անենց էի չլում, ոնց որ մի 5 հատ ունեմ, էլի, սենց գարդիրոբում կբացեմ, հաջորդ օրը կվերցնեմ, ու ես հասկացա, որ նա պետք է ինձ ծառայի մինչև կյանքիս վերջ, ու եւ այդ ստրեսը, եւ այդ քիչ քնելը, ամեն ինչին վրա շատ անդրադառնում էր, էս էլ Թայլանդից մնաց, այնտեղ որ ազատ ժամանակ ունեի, մտածում էի ինչ կանեմ, հասկացա, որ ամեն առավոտը մարզվելով, ամենալավ սկիզբն ա ուղղակի, դրական էներգիաները գալիս ա, քո մասին լավ կարծիքով, լավ պատկերացումով սկսում ես օրը, ու ինքդ քեզ սիրելու կողքը իմ մոտ հայտնվեց հարգելը։ Ես ինձ չէի հարգում։ Ես մտածում էի, վայ, ես ինչ շատ եմ սիրում, իմ համար լավ բաներ եմ առնում, չէ, բայց ես չէի հարգում այն մարմինը, որտեղ ես ապրում եմ, որը ինձ ասում էր, «Էվ ջան, ես ֆիզիկապես հոգնած եմ, ի վիճակի չեմ», ես ասում էի, «Պտի քննություն է տանք, պտի էս էլ անենք, պտի այն էլ նկարենք»։ Այդ չեղավ սիրել։ Այդ ես սիրում էի իմ նպատակը, բայց ոչ ինձ, ու հիմա իմ որ բացենք իմ for you-ն նայենք, մի երկու հատ հարսանիքի կոնտենտ է, մնացած ամբողջությամբ սննդակարգ մարզումներ, շատ կենտրոնացումս փոխվել է։ Մի անգամ ասեցիր, ես կարծում եմ լավ օրինակ եմ, հա, մոտիվացնող օրինակ եմ երիտասարդների համար։ Նայ, Էնևիկը ում հետ ես հիմա խոսում եմ, հաստատ այդպեսին է, բայց ընդհանուր առմամբ քո եւ շատ շատերի, հա, պատմությունը հետեւյալն է, որ ոնց որ մի օր դարձան հայտնի։ Հա։ Ինքը իրականում ինչքանով է ճիշտ մեսիջ տալիս։ Ես դնեմ մի կողմ, որ քո բեքգրաունդը դու բժշկականում սովորած, հետո կրթությունդ շարունակած, դու քո վրա աշխատող, այդ ամբողջը ես հիմա տեսնում եմ ու գիտեմ, բայց կողքից պատմությունը, հա, քեզ շատ լավ չճանաչող մեկի համար, աղջիկա, ով դարձավ հայտնի։ Այդ ճիշտ մոտիվացիա է։ Ինձ թվում է ամեն մարդ տեսնում է այն ինչ որ ինքը այդ պահին պատրաստ է տեսնել։ Ես ինձ ոնց ուզում եմ ներկայացնեմ, այն մարդը, ում հոգեկանի համար այդ պահին կոմֆորտ է ընկալել, որ ես ուղղակի մեկը ինձ գրել էր ձվիկ ու տողին կանչել են բանախոս։ Ես չեմ նեղանում դրանից, որտեվ հասկանում եմ, որ այդ մարդու կյանքի հետ փուլում իրան կոմֆորտ է ընդունել այդ։ Իհարկե վստահ եմ, որ այդ մարդը ինձ լավ ճանաչում է, մեկ-մեկ տենց հեյթերները նենց մանրամասներ են ցիտում, զարմանում ես, որ տենց լավ գիտեն քո կյանքը, ու կարծում եմ, որ հասկանում է, որ ինձ չեն կանչել, որ ես բեմից կինդեր ձվիկ ուտեմ։ Բայց ամեն մարդ չի պատրաստ այդ ընկալելու, որտեվ երբեմն դիմացի մարդու հաջողությունը տեսնելը մեզ տրիգերում է, բայց ես բացասական չեմ վերաբերվում այդ մարդկանց, որովհետև էլի ինչպես քննարկեցինք մեր նախորդող թեմաները, ամեն մարդու մեջ էլ այդ կա։ Օրինակ ես էլ կարող եմ կյանքիս փուլում պատրաստ չլինեմ ինչ որ մեկի մի կողմը լիարժեք ընդունելու, տեսնելու, որտեվ մեր հոգեկան մեզ պաշտպանում է։ Կարող է մենք որ ամեն ինչ տեն շատ սուր, շատ ուղիղ հասկանանք, խելագարվենք։ Մեկ-մեկ մեզ պետք է մեր հոգեկան մեզ խաբի ինչ որ բան ասի, դե այդքան էլ տենց չի, որ մենք կարողանանք այս կյանքում առաջ շարժվենք։ Կամ մարդ ով ահա որ շատ քննադատության մեջ է ապրում, ինքը ոնց կարա ինձ support անի, ամենայն հավանականությամբ այդ աղջիկ օրինակ որ այդ կոմենտը գրել է, ոնց են ձվիկ ու տողին կանչել ելույթները, երևի ինքն էլ է քննադատողական մտքերի մեջ մեծացել կամ ապրում, ու այդ էլ ոնց որ տալիս է, հետաբար ես չարություն չունեմ էլի այդ մարդու հանդեպ, ու շատ կուզեմ որ օրինակ ամեն մարդ մի քիչ ազատվի էլի այդ ինքը իրան քննադատելուց, որ դիմացինին տենց ցածրացնում այդ վատը տալիս են, իրանք էլ են վատ տեղից էլի գալիս։ Եվ ամենասենց գունավոր թեմային հասնելով։ Դա հարսանիք։ Այո։ Հիմա երբ է սեպտեմբեր։ Սեպտեմբերին։ Դու տենց այն աղջիկներից ես, որ միշտ մտածել է իմ հարսանիքը, հարսի շորը եւ այլն։ Ոայ հիմա շատ հետաքրքիր բացահայտում կանեմ, հակառակը նույնիսկ նշանդրեքին ես նենց ստրեսի մեջ եմ, որ ես գնացել եմ իմ հոգեբանի հետ եմ քննարկել, ասեմ ես մի տեսակ պատրաստ չեմ, գնամ բոլորին կանչեմ, հավաքեմ, ասեմ ես նշանվում եմ, եկեք, չգիտեմ ինչ որ սենց տորտ կտրենք իրար հետ, բան, իմ համար նենց մեծ ստրես էր։ Կարծում եմ մի փոքր ես ավելի ինտրովերտ եմ, սիրում եմ իմ հանգիստ անկյունը, իմ հանգիստ առօրյան, ու իմ համար մի տեսակ այդ բոլորին սենց ֆիզիկապես այնտեղ հրավիրել, այդ ամեն ինչը սենց մի քիչ շատ էր ինձ թվում, այնտեղ կարծում եմ ինչ որ մի հատ կտոր կար, որ մտածում էր կարող է ես արժանի չեմ, այդ որ ինչ որ չափազանցված, ինչ որ սենց բաների, մի խոսքով մի քանի շաբաթ քննարկեցինք հոգեբանի հետ, որ հասկանանք ես ուզում եմ թե չէ, որ վախենում եմ այդ փաստա, բայց մի հատ հասկանանք այդ վախենալ տակ ես ուզում եմ թե չէ, ու հոգեբանին էլ եմ այդ ասում երևի ամենատարօրինակ բնավորությունն է բլոգերի համար, որ հակառակը մնացած մարդիկ առիթ են ստեղծում, որ չեղած տեղից էլ ինչ որ մի հատ
նման սիրուն միջոցառում լինի հավաքվեն, ես եմ որ եղած բան որ մի անգամ դի նշանվեմ ամուսնանամ, ես ստրեսի մեջ եմ, ասեմ կարողա չանենք ոչ մի բան, ես չգիտեմ, չեմ կարա, այս շատ է, շորը շատ է, մեյքափը շատ է, ամեն շատ է, ուսեն չէ պանիկայի մեջ էի ընկել, բարեբախտաբար հաղթահարեցինք այդ մասը հոգեբանի հետ, հասկացանք որ ուզում եմ, բայց չգիտեմ ինչի իմ մեջ չէի պատկերացնում էլի, որ չգիտեմ իմ կյանքում եկել է այդ պահը, որ չգիտեմ ես պետքա նշանվեմ ամուսնամ։ Հիմա լավ է, անցել է այդ պահը, ավելի սիրով սպասում եմ հարսանիքին։ Այդ ամենը մենք տեսնելու ենք, հա, նայես չի որ ասես գախնի է լինելու այդ ամենը։ Չէ, մենք փոքր համեստ հարսանիք ենք անելու, մոտ կարծում եմ 80 հյուրի շրջանակներում։ Անգլիացիներ, ֆրանսիացիներ ու հայեր այո, ինտերնացիոնալ հարսանիք Հայաստանում։ Այո, ստեղ ենք անելու։ Ու ես հենց տենց եմ հիմա պատկերացնում, որ ավելի հենց մեզ սիրող անմիջական ընկերների միջավայրում ու հնարավորինս քիչ ինչ որ sense ցուցադրական բաներով զգացել եմ ես վերջերս ինձ այդ վանում է։ Եթե ինչ որ չեմ քննադատում ոչ մի մարդով որ դանում է, եթե մարդիկ դրա հնարավորություն ունեն, ոնց որ դա իրանց գումարն է, բայց օրինակ չգիտեմ sense այն 50 հարկանի տորթեր մեջտեղի հարկը sense պատտվի, ոնց հասկամ ում համար ենք այդ անում էլի։ Տորթը պետք է լինի համով, պետք է հեսա։ Չէ, տորթերի մեծ մասը հիմա տորթ չի։ Հա, մուլյաժներով։ Հա, այդ իմ համար ամենամեծն է, որ չգիտեմ, իմացա ձմեռ պապիկը չկա, հետո երկրորդ հիասթափությունս էր, որ տորթը ուտելու տորթ չի լինում։ Իրական հասկանա, որ Հայաստանում ամեն դեպքում սիրում են այդ ճոխությունը, բայց ես նկատել եմ, որ այդ ինձ վանում է։ Կամ չգիտեմ, ինչ որ սենց յաշիկը ոնց անժեմ յաշիկներ վարձենք, ինչ որ սենց բաներ։ Ասում եմ, ոնց որ իմաստը որն է, ոնց որ ում եմ ինձ ցույց տալիս։ Ես այդ ասենք, օքեյ, հա, մի հատ ինչ որ սիրուն մեքենա հարսի փեսայի համար, օքեյ, ինչ որ չեմ ասում գնանք խրճիթում ինչ որ հարսանիք անենք, բայց այն չափից դուրս որ արդեն ինչ որ ռաբիզություն են, որ սենց աչքը ծակենք բոլորի, այդ մասը մի տեսակ ինձ շատ է վանում։ Ոնց-ն է լինելու հարսի չորը։ Պատմի։ Ընտրել եմ, ասեմ չեն թողել նկարեմ, արդեն մոռացել եմ։ Ես հուսով եմ, որ այսքան բարձրաձայնելուց հետո գոնե կվերանայեն որոշ խանութ սրահներ, որտեվ այդ պահին այնքան կարևոր օր է քո համար։ Օրինակ ուզում ես կոշիկ ընտրես, mä մոռացել եմ շորը արդեն, պետք է գնամ, նորից մի հատ փորձեմ, հասկանամ, սազմա չի սազում, բայց ինձ թվում է շատ սիրուն շոր եմ ընտրել։ Բայց ինքը տենց փակ շորա բացա։ Դե լավ ոնց նկարեմ։ Մի քիչ ասա։ Կարող եմ ասել, որ օրինակ շատերը մտածում են, որ ես շատ մինիմալիստական շոր եմ ընտրելու, բայց չէ, որովհետև մի հատ sense միտք կարի մեջ, որ այդ մի անգամն եմ տենց շոր հագնելու, էլ կյանքում ոչ մի առիթով տենց շոր չեմ հագնելու։ Դրա համար ասել եմ, որ սիրուն պրինցեսկայի շոր լինի, էլի։ Իսկ հարսի բար։ Այ չգիտեմ դեռ այդ փոլին, բայց կարծում եմ կպարեմ, որովհետև մեր հյուրերին շատ հետաքրքիր կլինի մեր հայկական պարը տեսնել։ Ես այնց լրիվ այնց սփյուռքահայրից եմ, ինձ հետ մի քանի տարի Գերմանիայում ապրել նազե, որ մեր հյուրերը գալիս են, ես այնց մի հատ ղափամա գաթա սեվան մի հատ կոմբինացիա կազմակերպում եմ, որ բոլորին հայաֆիկացնում ճանապարհում եմ։ Իսկ որտեղ եք ապրելու։ Այս պահին դեռևս համոզել եմ Հայաստանում։ Բայց Յանը վերջերս ինչ որ երկար մնաց, թե ինձ Չէ, ինքը ռեզիդենսի է հանել եւ ապրում է Հայաստանում։ Աշխատում է այստեղից։ Հա, քանի որ on-line է աշխատում, իհարկե պարբերաբար գնում է, գալիս է ընտանիքը դեռ այնտեղ է եւ աշխատանքի բերումով գնում գալիս է, բայց հիմնական բնակությունն այստեղ է հաստատել, ու որ ինձ հաճախ քննադատում են դրա համար, ասում են, ըհը, գնացիր օտարերկրացու, նախ չեմ ուզել իսկ գամ, ես չգիտեի որ տենց է ստացվելու իմ կյանքը, ու բացի հետ էլ հələ թող մեկը իր օտարերկրացի ընկերոջ կամ նշանցին համոզեր բերեր Հայաստան ապրելու, այդքան հայկական ուտելիքները զորով ասեր պիտի ուտես, պիտի գնահատես, պիտի հայպես sense ամեն տեղեր գաս, այնքան ինչքան ինքը նենց մանրամասն գիտի Հայաստանի պատմությունը ամեն ինչ, որ իրան կարանք վերենք ստեղ, նենց բաներ կասի, կզարմանաս, որ տես դետալներ գիտի, ինձ թվում է մենակ պետք չի ասել, վայ օտարերկրացի է։ Իսկ Յանի ինչի՞ց ես բողոքում։ Անհնար է, էլի ամեն մեկս մեր զույգի ինչ որ գծից բողոքում ենք։ Երևի այդ իր ինքնաթիռների հանդեպ շատ մեծ սերը, այդ որ տղաներ ունեն, չէ, որ ֆանատիկ ինչ որ բաներ են հավաքում, չէ, ինքը այդ թռիչքներն է շատ սիրում, ինքը ռիվյուներ է նկարում այդ թռիչքների հետ կապված ֆանատիկ գիտի ամեն ինքնաթիռի կոդը, համարը, որտեղ ոնց, այդ իր տարերքն է, ինքը ապրում է դրանով։ Ահա որ բացասական կողմը ոնց է դիման։ Վայ, հավատացեք, sense թեթև անջում, բայց երբ որ ինքը անընդհատ խոսում է դրա մասին, դա շատ դժվար է։ Անընդհատ ասում է, նենց լավ լուր ունեմ, ես ուրախանում ես, ինչ լավ բան եղել, մեկ էլ ասում է, չգիտեմ, այս 380 ինքնաթիռը չգիտեմ ինչը փոխել են, ու ես ասում եմ, ինձ հետաքրքիր
հետաքրքիր չի։ Բայց նաև շատ հանգիստ նկարվում է, չէ՞, քո վիդեոներում շատ sense հավեսով։ Հա, ինքը կոմպլեքսարված չի, շատ սիրում է նկարվել։ Մենակ որ մեկ-մեկ շատ եմ խանգարում, sense մեկ-մեկ իրիկունը գալիս եմ եկե բողոքերով, ասում է ես գործ էի անում։ Իմ գործից որ կտրեցիր, ես հետո միջև կենտրոնացա։ Մի հատ կարբոնարա եմ սարքում, այդ շատ է սիրում։ Բարիշում ենք։ Էվի միջայլոց ոնց տեսնում եմ դուք այստեղ եք մնալու, արդեն ձեր տունն եք ունենալու։ Հիմա վարձով ես, չէ՞։ Այո։ Ահա, դրա համար քեզ հետաքրքիր կլինի, որ սա Etnova 37-ում կա Grohe Center Armenian, ընդհանրապես հեսա որ սկսես այդ փուլը, հա, Ես Grohe-ին շատ լավ ծանոթ եմ, իմ հայրական տանը, մենք շատ սիրում ենք, papan այդ ամեն տեխնիկային, ամեն ծորակին, ամենին ուշադիր է, միշտ ընդդեմ ամենալավը։ Հենց որ ես ծանոթ եմ, գիտեմ, որ շատ Grohe-ն լավն է։ 24 տարի է այդ Etnova 37-ում կա, Reginox-ը ներկայացնում է, հիմա նաև արդեն 2 տարի է, կա հենց կողքը, էլի ոնց որ նույն Reginox-ն է բացել, բայց Grohe Center Armenia, որը մենակ Grohe է, ու այնտեղ ներքևում կա Grohe Spa։ Վերևի հարկը papayin հետաքրքիր կլներ, տակը ինձ ու մամային։ Եվ եթե իջնես, գիտես ինչա, որ դու տեսնում ես այդ ամենը, այն որ մինչև այդ ուզում ես, չգիտեմ, մի հատ պայուսակ էիր ուզում օծանելիք եւ այլն, այդ ամբողջը իրոք մոռանում ես, որովհետեւ մտածում ես, որ դու մենակ սա ես տանը ուզում ունենալ, նենց որ անցնելու լինես, մի հատ մտի։ Շատ լավ, սիրով։ Իսկ մատերիայի աշխարհից ինչ նպատակներ ունես։ Երևի սենց հիմնականը կուզեմ, որ իմ տունը հենց լինի, որ իմ պատկերացրած ձևով կահավորեմ, որ սպասքը, վարակույրները բազմացա, ամեն ինչ իմ ուզած ձևով լինի։ Ամեն դեպքում արդեն 30 տարեկան եմ, հրաշ ջան։ Հələ սպասում եմ, բայց կարծում եմ նաև էս էլ առողջ միտք է կիսել։ Հիմա ինչ որ այս երիտասարդներն հենց պահանջներն են իրանց, ասում են արդեն 20 տարեկան եմ տուն չունեմ, ժողովուրդ։ Հանգիստ եղեք, որ ստատիստիկաներ նայեք, մարդիկ շատ ավելի ուշ են եւ տուն ձեռք բերում եւ մնացածը այնց որ հանգիստ եք դեռ ես էլ չունեմ իհարկե հիպոթեկով վերցել եմ բայց դեռ սպասում ենք միջև կլինի Արդեն այսինքն գիտեք ուր եք գնում այո Իսկ քո գնումներից ո՞րն է եղել ամենագնումը վերջի տարիներին եւ ասում ես ես ինձ դա առա Երևի Chanel-ի պայուսակը ես տեն շատ որ անկեղծ ասեմ իրոք նես որ շատ ինչ որ sense բրենդներ սիրում եմ խենթանում եմ բայց ես նո ամեն աղջիկ հոգու խորքում մի հատ ինչ որ sense Chanel-ի պայուսակ պատկերացրել է ու sense հո մտածում եմ լավ պայուսակին այդքան փող գտամ իդեպ ես շատ լավ աշխատում եմ բայց ամեն դեպքում Օրինակ կրթության վրա չեմ ափսոսա։ Իմ այս master-ը որ անում եմ 12000 ինչքան եվրո էր 12 ընդհանրապես չեմ ափսոսա երկրորդ անգամ չեմ մտածի շատ սիրով կառնեմ կմասնակցեմ բայց որ օրինակ ինչ որ նյութական բան է իմ մեքենան է միջև 18 թվականի Mazda-ա այլ վրան խազած բան ասեմ այ մարդ մեքենա որ պետքա մի տեղից մյուսը գնում եմ ափսոսում եմ օրինակ մեծ գումար դնեմ դրա վրա բայց այս Chanel-ի պայուսակը հա պատտվում է գլխիս մեկ ասցի համասան ավարտեմ կառնեմ հետո ասի որ իմ այս ջիմի արդյունք եմ կառնեմ ու երբ որ Փարիզում էի օթանավականում երբ մտնում եմ նայի տես որն է դուրդ գալիս այս սպիտակը շատ հավանեցի ու հենց ասում եմ Էվ ջան մեռնել կա ուզում ես այդքան առ ու սենց գնեցի սենց ուսիս գցեցի սենց նայեցի հայլու մեջ ու սենց առել եմ դուրս եմ եկել ու սենց ասեմ այո ես դա արեցի միգուցե մարդիկ կան որ դա շատ ունեն ավելի վաղ ունեն այդ պահին քեզ դա հետաքրքիր չի այդ քո սենց երազանքներ դու մտածում ես ինչ որ մի օր կառնես ու այդ օրը առար սենց շատ ուրախ եմ իրանց սենց փայփայում եմ ու այդ դեպքում իսկը դա մենակ մատերիա չէ այնպես չի որ դա պայուսակ է դա շատ ինչ որ պուպուշ թիթիզ աղջիկական մի բան է որը քեզ ուրախացնում է հիմա պատմեցի աչքերս փայլում արդեն ապացույց Էվ ջան պետք է ավարտենք չնայած շատ հաճելի է քո հետ զրուցել շատ հաճելի է տեսնել քո ինչ որ չափով այդ մեծանալը, հասունանալը, ես դա ակնհայտ տեսնում եմ, ես այսօր դա ավելի շատ տեսա, նույնիսկ քան պատկերացնում եմ, որ պետքա տեսնեմ։ Քո ազնիվ տեսակը շատ սիրում եմ։ Դու տենց այդ կարիճական շատ ցած հստակություն ունես, այսինքն լավը, վատ այդ միանգամից ասելը, որը հուսով եմ կլինի վարակիչ, որովհետև քո տեսակ մարդկանցից ինձ թվում է պետք չի ված զգալ։ Նույնիսկ եթե այդ մարդը ինչ որ մի բան ասելա կոպիտ, ինչ եմ տենց ընդհանուր ասում, որտեվ իմ տարածքում շատ են կարիճները։ Ես կարիճների մասին միշտ ասում եմ, որ պետք է առնվազն բրոշուր գիտեմ, որտեվ ինձ թվում է ինձ լավ ես գիտեմ կարիճներին։ Շատ սիրում եմ քո այդ հստակ տեսակը ու այսպես լավա, վատա, այնա ինչ որ կա։ Այսինքն աչու ձախ չես գնում, այնքան հաճելի է,
որ տենց ես։ Ես էլ քեզ շատ շնորհակալ եմ։ Ես ինձ շատ ցենց սիրված ու ապահով եմ զգացել որպես քո հյուր ու նաև դա ինձ հնարավորություն տվեց ավելի բաց, ավելի անկեղծ կիսվելու ու շնորհակալ եմ քեզ դրա համար։ Գիտես, ես այն դեպքերից է, որ ավարտվում է ոդկասթը ու ես հիմա մտածում եմ, ես կբացեմ իմ հեռախոսը ու կտեսնեմ անթիվ հարցեր, որոնք ես չտվեցի, բայց ինձ հետաքրքիր էին։ Ուղղակի այնքան սենց լիքը ստացվեց ու այնքան հաճելի է, որ դու սենց ունեիր պատմելու թեմաներ, այդ պաշարը մեջդ կար ու արտահայտվում էր, որ թող մնան այդ հարցերը, դրանք էլ հաջորդ անգամ։ Ձեզ սիրելի ունկնդիրներ, խնդրում ենք բաժանորդագրվել, որովհետև մեր մոտ լինում են շատ հաճելի հյուրեր եւ ամենակարևորը ինձ հաճելի է, որ իմ հյուրերը իրենց լավ են այստեղ զգում ու կարողանում ենք ինչ-որ մի բան ավելի իմանալ ու իրանց պատմությունը միասին անցնել։ Ապրես որ եկար։ Քեզ էլ շատ շնորհակալություն։